Հիմա ամեն կիրակի գնում եմ պատարագի, միջազգ էլ են ասում են, բա ինչի նախորդող շրջանով չի գնացել, հենց այդ նույն պատճառով, որովհետև եկեղեցու որոշ բարձրաստիճան պաշտոնյաներ իրենց գործողություններով իմ նման հազարավոր, եթե չասենք տասնյակ հազարավոր մարդկանց վանել են եկեղեցուց, որովհետև մի անգամ, երկու անգամ չես կարա անդադ գնաս եւ այդ մթնոլորտի եւ այդ միջավայրի մեջ։ Այսքան խոսում են աղանդավորության մասին, բայց ամենամեծ աղանդավորը Կտրիչ Ներսյանն ու իր նեղ շրջապատն է, որովհետև աղանդը ի՞նչն է, հավատի եղծումն է, ճիշտ է, այսինքն հավատը նենգափոխելն է, հավատը նվազեցնելն է, մարդուն հավատից հեռացնելն է։ Տասնյակ հազարավոր մարդկանց հավատից հայաստանյաց առաքելական Սուրբ եկեղեցուց հեռացրել են եւ մարդիկ իրենց հոգեվոր կյանքի փնտրտուքով գնացել են, հայտնվել են տարբեր տեղերում, որտեղ շատ թե քիչ ինչ որ հոգեվոր խոսակցություններ եւ հոգեվոր թեմատիկա կա։ Ես չեմ ուզում հանկարծ տպավորություն ստացվի, թե մենք կրոնապետության տրամաբանություն ենք զարգացնում։ Հայաստանը ժողովրդավարական երկիր է, ես ասում եմ, մարդը կարա հավատա Աստծուն, մենք հարգանքով պետք է վերաբերվենք դրան, մարդը կարա չհավատա Աստծուն, մենք դրան հարգանքով պիտի վերաբերենք, մարդը կարա գնա պատարագի, մենք պետք է դրան հարգանքով վերաբերենք, մարդը կարա չգնա պատարագի, մենք դրան հարգանքով պետք է վերաբերվենք։ Շատ կարևոր է այս ամբողջ պատմության մեջ ամեն ինչը իր տեղում դասավորել, որպեսզի հանկարծ շփոթ չստեղծվի։ Ես բացարձակապես վարչապետի կարգավիճակում չեմ պատրաստվում միջոցներ ձեռնարկել, որ այ դու պետքա հավատ ունենաս Աստծո նկատմամբ եւ պետքա այսպիսի հավատ ունենաս եւ այս մեթոդով, այս տեքստով, այս մեթոդաբանությամբ։ Մենք կառավարությունը որևէ պաշտոնյա վարչապետը չի կարող քաղաքացիներին բաժանել աղանդավորների եւ ոչ աղանդավորների։ Վարչապետի կարգավիճակում ես չեմ պատրաստվում միջոցներ ձեռնարկել, որ այ դու պետքա հավատ ունենաս Աստծո նկատմամբ եւ պետքա այսպիսի հավատ ունենաս եւ այս մեթոդով, այս տեքստով, այս մեթոդաբանությամբ։ Կրոնի ազատությունը նշանակում է ինչպես հավատալ նրան, ինչին ուզում ես հավատաս, եւ չհավատալ նրան, ինչին ուրիշները հավատում են։